Հիսուս ծնավ և հայտնեցավ։ Ջրաքալույցի Սուրբ Պատարագից անմիջապես հետո հրաշափառ այս ավետիսը շուրթերին հոգևորականները թափորով Հայոց Հայրապետին ուղեկցում են վեհարան։ Տարվա առաջին տնօրինած կարգը ավանդաբար կատարվում է կաթողիկոսական նստավայրում։ Այստեղ նախապես պատրաստված են կարգի համար անհրաժեշտ խորհրդանշանները՝ հացը, աղը և ջուրը, որոնք օրհնում է Հայոց Հայրապետը, այսպիսով ազդարարելով տնօրինած շրջանի սկիզբը։ Տարվա մեջ երկու անգամ Սուրբ Ծննդյանը և Սուրբ Հարությանը հաջորդող մի ամբողջ շրջան հոգևորականները պտտվում են տնետուն, իսկ ավելի հաճախ մանուկների, տարեցների խնամքի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր հաստատություններ ու կազմակերպություններ տնօրհնեք կատարելու։ Այս արարողությունն է, որ Աստծո օրհնությամբ է լցնում մարդկանց օջախները, ամուր վահան դառնում ընտանիքների պաշտպանության համար և աստվածային շնորհներ պարգևում։ Ահա թե ինչու յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիքի համար կարևոր է տարին գոնե երկու անգամ քահանային տնօրհնեքի հրավիրել։ Հայոց Հայրապետը շնորհավորում է նախ հոգևորականաց դասին և ապա հորդորում ամենուր հնչեցնել Սուրբ Ծննդյան հրաշափառ ավետիսը։ Մեր աղոթն ենք առ Աստված բարձրացնում և հայցում, որ Տերը զորացնի ձեր առաքելության մեջ, որ Տերը իր շնորհները հեղի ձեր կյանքից ներս և այդ շնորհների զորությամբ դուք կարողանաք ծաղկեցնել հայ կյանքը իսպյուրս աշխարհի, հայրենիս, Արցախ և իսպյուրս։